Տիկին Ավանեսյան, դուք Նյու Յորք Հաճան։ ապահովագրությունը այլևս կատարվում է եւ պատմական որոշում եք կայացրել ծերերին զրույց։ Ես չեմ ասել ապահովագրությունը այլևս կատարվում է։ Հունվարի 1-ից Ես չեմ ասել այդպիսի բան։ Խնդրեմ ճիշտ մեջ մե բերեք։ ապահովագրությունը զրույց 18 տարեկաններին եւ ծերերին հունվարի 1-ից արդեն կգործի։ Ես խնդրում եմ ճիշտ մեջ բերեք։ Okay։ Ես ասեք, հարցը ասեք, առանց մեջ բերելու ասեք հարցը։ Բայց մինչև այժմ զրույց 18 տարեկանները եւ հաշմանդամները միևնույնն է եղել են անվճար սպասարկման խմբում։ Օրենքը դավևս չի ընդունվել, հիմնադրամը դավևս ստեղծված չէ։ Ինչպես եք պատկերացնում, երբ կստեղծվի եւ այդ պատմական որոշումը երբ իրականություն կդառնա։ Դե ես հենց այսօր խոսում եմ այդ օրենսդրական փաթեթի մասին, օրենսդրական փաթեթը կազմված է, ձեզ ներկայացնում եմ այն սկզբունքներն ու մոդելը, որը մենք ներդնելու ենք։ Ես կարծում եմ, որ իսկապես որոշումը պատմական է, 0-18 տարեկանների բուժ սպասարկման մասով այո մեր կառավարությունը շատ կարևոր որոշումներ է ընդունել հենց առաջնահերթություններից ելնելով եւ 2019 թվականից նաեւ ընդգրկվել են 7-ից 18 տարեկան երեխաները, ընդլայնվել են ծառայությունների շրջանակը, վերանայվել են գները եւ այլն եւ այլն, բայց մեր ուրեմն մոտեցումն է, որ մենք երբեք չենք կանգնում ձեռք բերվածի վրա եւ ապահովագրությունը ենթադրում է ել ավելի մեծ շրջանառությունների, որոնք որ հասանելի կլինեն մեր երեխաների համար։ Որոշումը պատմական է, որովհետեւ ինչպես ասեցի, մեր քաղաքացիները 65 տարին լրացած քաղաքացիները, ուրեմն տարիներով, տասնամյակներով ակնկալել են, որպիսի իրենց առողջապահական ծախսերը ինչ որ ձևով հասցեագրվի եւ մենք այդ պատմական որոշումը կայացրել ենք։ Ես այստեղ ուզում եմ նաեւ շեշտադրում անել, տեսեք ժողովուրդ ջան, ըստ էության այսօր մեր քաղաքացիների այդ խմբի բեռով ա կրում ծախսերի։ Մենք բոլորս, չէ, միջին տարիքի աշխատող ուրեմն անձինք կրում են նաեւ իրենց ծնողների բուժական ծախսերը եւ սա է շատ կարեւոր, որ մենք այդ բեռը ըստ էության աշխատող միջին տարիքի քաղաքացիների վրայից վերցնում ենք, այսինքն երեխաների եւ մեծահասակների բեռը վերցնելով, նաեւ համակարգ ստեղծելով հնարավորություն ենք ստեղծում, որ այդ անձը վճարելով ստանա ապահովագրություն։ Եթե այս համակարգը չլինի, անձը 129,000 դրամով երբեք այս ծառայությունների փաթեթ չի կարող ունենալ։ Ես ուզում եմ ասեմ, որ այստեղ ոչ միայն բոլորս ենք ունենում հնարավորություն ընդգրկվելու ապահովագրական համակարգ, որովհետև սա բոլորին է վերաբերվում, եւ սա է մեր հաղթանակը, որ մենք ստեղծում ենք համակարգ,